եկել եք մասնակցության հանրավակին, ինչու հենց Հայաստան դաշինքին եք աջակցում, ինչ եք խնդրում։ Ես տեսնում եմ, որ Քոչարյանը շատ հարմար տեխնացու է։ Եղել եմ նրա ժամանակ, աշխատել եմ, տեսել եմ, բոլորին էլ տեսել եմ, բայց այսքան ժամանակ ես դեռ այս աստիճանի անգրագետ ղեկավար չեմ տեսել, գոնե չասի խմբագիր եմ, խմբագրի անունը չխայտառակի, զարմանում եմ, թե դպրոցը ինչպես է ավարտել։ Չեմ հավատա, եթե ասի որևէ գիրք կարդացած լինի, անմիջապես երևում է նրա մակարդակից, նրա խոսքից։ Միջոցն ու միջոցովը չի ջոկում։ Անցած տարի Սարդարապատում նա հայտարարեց, անցել ենք փորձությունների միջոցով, պետք է ասի միջով։ Ինքը Ամերիկայում էր կարծես ելույթ ունեցավ, նոր է սկսել հայերեն, որովհետև հայտարարակ ձևով ռուսերեն եւ անգլերեն իբր հայերենը գիտի, ներկայացնում էր ռուսերեն անգլերեն, որոշեց խոսել հայերեն եւ բանում, ասեց պատկերը նախ իր խմբագիրներն էլ իր նման անգրագետ գրել տվել են ձեռքը, մթագնել բառը մթագնվել են գրել եւ ինքը որ խմբագիր մարդը իրավունք չուներ այդ բառը կոներ, կարող է իր բաները, զոմբիները չհասկանան դա, բայց խելոք մարդը դա կջոգի, դա ինչ խայտառակ սխալ է։ Մթագնելը ասեց, մթա ենել երկու բառ, մթա գնվում, ինչ դուրս եկավ, մութը գնվում է, մթագնել բառը։ Սա մասնագետները, ասենք, մի քիչ թե շատ գրագետ մարդիկ կարող են հասկանալ։ Դա է խայտառակությունը։ Ոչ մեկ խմբագիր մարդը ասում է ոչ մեկ բառերը վերջի տառերը չի կարող ասել։ Ես զարմանում եմ էլ այդ ժամանակ։ Այդ քրչոտ հերթը մինչև հիմա գոյություն ունի եւ ամբողջ գումարը ծախսվում է այդ խայտառակության վրա իջեջի։ Առաջորդման եւ ամենակարևորը, ոնց կարող եմ Դավաճանին ես ուզենա, որ Դավաճանը նորից կայի։ Այդ աշճանի, որ ինքը մեր բարեկամ ազգերի հետ թշնամացել է, այս բարեկամը, եւ ինքը ուզում է մենակ թշնամիների հետ բարեկամանա։ Ամենակարևորը եւ չգիտեմ, շատ բաներ կան, որ գուցե չկարողանամ հիշել։ Ինչ կան վատ բան կա, համաշխարհային Մուտիլովչիկ, ստախոս կներեք նորից այս բառի համար շատ պես ասում նրան։ Մուտիլովչիկ, ստախոս, խափեպա, Դավաճան, ինչ որ մեկը չի ասում նրան, որ մեկը, չգիտեմ, ոնց կարող է, երբեք չեմ տեսել, որ ես անմիջապես միջև անջատելս ես ականատես եմ լինում, որևէ անգրագետ արտահայտության, որևէ տգետ եւ ոչ հարիր ժողովրդին չգիտեմ, ես վերջերս էլ ինչ բառեր ասում, երև բան տանեմ, կզա, չգիտեմ, ինչ մի խայտառակ բառ եւ այդ բառը, որ ես ուղղակի ոնց կարող այդ մարդը կոչվել ղեկավար։ Նրա եւ տեսքը մի մարդ, որ խեղտատակ ընտանիքը, ոչ կնոջ հետ գնում է, բաժանվում է, բայց հասարակական վայրերում գնում, պաշտպանվում է, չգիտեմ, այդ ինչ խեղտատակություն։ Ազգը, պարոն Քոչարյանը շատ խելացի արտահայտություն արեց, որ ազգի հիմքը ընտանիքն է ազգը։ Ազգը գոյություն ունի իր ընտանիքներով։ Եթե մենք նորմալ ընտանիք չունեցանք եւ նրա պատկերով պետք է մեր ազգը գոյություն ունենա, ավելի լավ